Եվ այսպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպան եւ հնարավոր է նոր քաղաքականություն։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք արդեն երկար ժամանակ է ձեզ հետ միասին խոսում ենք հետեւյալի մասին, որ աշխարհում աշխարհակարգի փոփոխություն է տեղի ունենում։ Այդ աշխարհակարգի փոփոխության հիմնական մեխը կայանում է հետեւյալում. աշխարհը բաժանվելու է ազդեցության գոտիների։ Պատահական չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների իրենք պատրաստվում են օրինակ G7-ը, G20-ը փոխարինել հիմնական 5 երկրների, չասենք միության, բայց առանձին կազմակերպության, որը պետք է կարողանա կոորդինացնել համաշխարհային խաղի կանոնները։ Եկեք այսպես ձևակերպենք։ Դրա համար շատ տրամաբանական է դիտվում այն որոշումը, որը ընդունվեց Թրամփի վարչակազմի կողմից, ավելի քան 25 դեսպան հետ են կանչվել իրենց երկրներից, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։ Իհարկե, սովորաբար ամերիկացի դեսպանները 3 տարի են պաշտոնավարում եւ Քվինի պաշտոնավարումը ավարտվելու էր փետրվարին, այսինքն թվում է թե այդքան էլ մեծ կարիք չկար հենց հիմա իրեն ետ կանչել, բայց փաստորեն իրավիճակը այնքան է լարվել, այնքան է սրվել հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների ներսում, Դոնալդ Թրամփը այնքան է շտապում ազատվել Բայդենի վարչակազմից մնացած ժառանգությունից, շտապում է ազատվել գլոբալիստական այդ փոշուց, որը փաստորեն ֆինանսավորում էր, որին աջակցում էր երկար տարիներ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ իրենք որոշում են ընդամենը 1 ամիս առաջ պաշտոնավարման ավարտից առաջ ետ կանչել նաև Քրիստինա Քվինին։ Արձանագրենք նաև հետևյալը Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատնից այս ամենի վերաբերյալ եւս արդեն եղել է մեկնաբանություն, եւ իրենք նշել են հետևյալը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր դեսպանը իր հետ նոր քաղաքականություն չի բերելու։ Հարգելի ընկերներ, սա ավելի շատ նման է որոշակի առումով իներցիոն հայտարարությանը, որովհետև հիմա նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը հստակ չի կարող գնահատական տալ, թե ինչպիսին է լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Սա անում են առնվազն այն բանի համար, որ տեղում, այսպես ասած, որոշակի քաղաքական նաև շրջանակներ պանիկայի մեջ չընկնեն, եկեք այսպես ձևակերպենք, բայց ինչը վերաբերվում է ավելի խորքային գործընթացներին, ակնհայտ է, որ դեսպանատունը տեղում, եւ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանն, այլ ցանկացած այլ երկրում ամերիկյան դեսպանատան քաղաքականությունը որոշվում ոչ թե տեղում, այլ որոշվում է Վաշինգտոնում, որոշվում է Պետդեպում, որոշվում է նախագահի վարչակազմում։ Իսկ ինչ է կարծում Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը վարվող քաղաքականության վերաբերյալ մեծ Եվրասիայում։ Այս հարցի պատասխանը ստանալու համար մեզ իսկապես անհրաժեշտ է ընթերցել Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հայեցակարգը, որը թարմացվել է եւ հրապարակվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Եթե մենք ընթերցում ենք այդ փաստաթուղթը, մենք հասկանում ենք հետեւյալը, որ բացի դրանից, որ ամերիկացիները ընդունում են, որ աշխարհում կան տարբեր ազդեցության գոտիներ, որ իրենք հրաժարվում են համաշխարհային ժանդարմի, այսպես ասած կարգավիճակից, իրենք նաև ընդունում են, որ եվրասիական տարածաշրջանում կան խաղացողներ, որոնք եւս ունեն իրենց աշխարհակաղակական շահերը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է հաշվի առնել այդ աշխարհակաղակական շահերը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար թիվ 1 առաջնահերթությունը, բացի նրանից, որ իրենք ուզում են իրենց տնտեսությունը զարգացնել, ինչպես Թրամփը ասում է Make America Great Again, բացի դրանից իրենք նաև պետք է գործուն քայլեր ձեռնարկեն Չինաստանի զարգացումը զսպելու համար, այսինքն թիվ 1 հակառակորդը այլևս իրենց համար ընկալվում է Չինաստանը, դրանից բխող բոլոր հետևանքներով նաև Ռուսաստանի հետ համագործակցության համատեքստում։ Բացի դրանից, տեսեք, նաև Ռոբերտի հետ էլ այս հարցի վերաբերյալ մի փոքր զրուցեցինք, իրականությունը կայանում է հետևյալում, որ բացի նրանից, որ ազգային անվտանգության հայեցակարգն է փոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգների, նաև գետնի վրա իրողություններ են փոխվել են հետևյալ համատեքստում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը մեր տարածաշրջանում մեծապես կոորդինացվում է Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարակի կողմից։ Նա կոորդինացնում է ոչ միայն Թուրքիայում քաղաքականությունը, Սիրիայում քաղաքականությունը, Մերձավոր Արևելքում քաղաքականությունը, այլ նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող գործընթացները եւս կոորդինացնում է Թոմ Բարակը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ընկերը, նույնիսկ կարող ենք մենք այսպես ասել։ Ընդհանրապես Թոմ Բարակի դերը շատ մեծ է նաև օգոստոսի 8-ին ձեռք բերված պայմանավորվածություն, ընդհանրապես այդ հանդիպման կազմակերպման հարցում Թոմ Բարակը ինքն էր պատմում, որ միջև հանդիպումը նա խորհրդակցել է այս հարցի վերաբերյալ Ստիվ Ուիտկոֆի նաև խնդրանքով խորհրդակցել է Հայաստանի Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի նախկին եւ ներկա հետախուզության ղեկավարների հետ Հական Ֆիդանի եւ Իբրագիմ Քալինի հետ։ Այսինքն մենք պետք է արձանագրենք հետեւյալը, որ
Իհարկե փոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մոտեցումները մեծ Եվրասիայում աշխարհակահաղական գործընթացների նկատմամբ, բայց ոչ ոք չի չեղարկել նաև Թուրքիայի դերը։ Մենք սա եւս պետք է իհարկե հասկանանք առավել եւս մի իրավիճակում, երբ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն էլ ཐակցում, որ շատ հարցերում իրենք առնվազն հաշվի են առնում պաշտոնական Անկարայի կարծիքը, եկեք այսպես ձևակերպենք, բայց մենք պետք է արձանագրենք հետևյալը, նաև ամփոփելով մեր այսօրվա զրույցը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանների փոփոխությունը, ազգային անվտանգության հայեցակարգի փոփոխությունը, Ռուսաստանի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարվող առանձին բանակցությունները, իդեպ այդ բանակցությունները վերաբերվում են նույնիսկ ոչ թե Ուկրաինային, նույնիսկ ոչ թե ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին, այլ Վաշինգտոն-Մոսկվա հարաբերություններին, խոսում են հետևյալի մասին, որ աշխարհը իրապես գալիս է մի իրավիճակ, երբ որ այն բաժանված է լինելու ազդեցության գոտիների եւ շատ կարեւոր է, որ Հայաստանում այնպիսի քաղաքական էլիտա լինի, որ նա ոչ միայն կարողանա սա հասկանալ, այլ նաեւ կարողանա կոմպլեմենտար քաղաքականություն վարելով օգուտներ շահի նրանից, որ աշխարհը բաժանվել է ազդեցության գոտիների, բայց այդ ազդեցության գոտիները կապող կամուրջներ են պետք։ Մենք կամ սա հասկանում ենք, կամ սա չենք հասկանում եւ գերտերությունների աշխարհակահաղական առևտրի մեջ դառնում ենք ընդհանրապես մանրադրամ։ Մտածեք այդ մասին։